Ուրեմն միացել են 4 ամիս առաջ այդ մասին հայտարարություն են կարել, երբ որ քաղաքական ուժը խմբակցությունը անում պաշտոնական հայտարարություն, որ միանում են, դա միացել են 4 ամիս առաջ։ Այս բային այդ ստորագրությունները, հետո դե տեսեք։ Լավ, եկեք սկզբից գամ, կարծես թե այդքան ելույթը դեռ տեղի կա տվել։ Մենք տվել էինք, ասել էինք, որ միանում են գործընթացին, 4 ամիս գործընթաց առաջ չի գնացել, մեր ընկերները, գործընկերները պատճառաբանել են, որ առաջ չի գնում, որովհետև մեր ձևաթղթի տակ ստորագրված չի։ Այսինքն այն հայտարարությունը, որ արել ենք միանում ենք, դա բավարար չի գործընթաց առաջ տանելու համար։ Ու վստահեցրել են, որ կան ԽՊԸ-ական падգամավորներ, որոնք չեն միանում այն պատճառով, քանի որ մեր ստորագրությունները դրված չեն այդ ձևաթղթի տակ։ Մենք փոխանցել ենք մեր ստորագրությունը մեր գործընկերներին, ասել ենք կցեք ձեր ձևաթղթին։ Եթե անհրաժեշտ է, նույնիսկ տեխնիկական լրացուցիչ խնդիր կա, կստորագրենք այն ձևաթղթի տակ կամ կփոխադրենք այդ ստորագրությունները այն ձևաթղթի տակ, որը իրենք առաջարկել։ Հետևաբար, դե 25 падգամավորը ստեղ չէր, համարեք դրված, այդ հարցը լուծված, այ Վարչապետի ձեր տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է, հստակ կարող ենք ասել։ Դավիթ Համբարձումյանը հանրապետական կուսակցության իմպիչմենտի տեխնացուն է, որին մենք ստորագրում ենք ողջամիտ ժամկետներում իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Ինչու Հայաստան խմբակցությունը տեխնացու չի առաջարկում, պարոն Սաղաթելյան։ Հայաստան խմբակցությունը, նաև խոսակցություններ կան, որ տեխնացու չունի, չի առաջադրում։ Հայաստան խմբակցությունը մի հոգու փոխարեն ունի մի քանի տեխնացուներ, բայց այդ գործընթացը ստեղ կանգնում, հա, բայց մենք գործընթաց չենք նախաձեռնել ազգային ժողովում, որովհետև մեր տեխնացուները չունեն պայմանավորվածություն կամ ԿՊ-ի կողմից վստահություն, որ իրենք կմիանան։ Հիմա մեր գործընկերները ասել են, կա նման պայմանավորվածություն իրենց տեխնացու հետ կապված։ Այսինքն եթե մենք չենք մեկնարկել այդ գործընթացը, դրա պատճառը ինչի որ տեխնացու չենք ունեցել։ Մենք տեխնացու չենք ունեցել, որ վստահ լինենք քաղաքացիական պայմանագիրը կմիանա։ Ժորժ ջան, մենք 3 ամիս առաջ ենք ասել, որ Դավիթ Համբարձումյանի հետ որևէ խնդիր չունենք, միանում ենք։ Հիմա 3 ամիս անցել է, մեր գործընկերներն ասում են ձևաթուղթն է պատճառը, որ առաջ չի գնում, խնդրեմ, միատել է ձևաթուղթի տակ փոխանցել։ Հանրապետականները ունեք տեխնացու իմպիչմենտ։ Ինչ։ Եթե միացել եք արդեն, դուք ունեք տեխնացու։ Այ քեզ բան։ Մենք պատիվ ունենք խմբակցության ներկայացրած տեխնացուի տակ ստորագրում ենք եւ համաձայնենք Դավիթ Համբարձումյանով իմպիչմենտի գործընթացը ողջամիտ ժամկետներում սկսելու համար։ Ողջամիտ ժամկետը նշանակում է, որ տրամաբանական, այսինքն եթե սա էր խոչընդոտը 4 ամիսներում, որ գործընթաց առաջ չէր գնում, այդ խոչընդոտը վերացված է եւ process-ը շատ արագ տեղի կունենա։ Ընդ որում հայտնել ենք նաև մեր աջակցությունը։ Այսինքն հիմա ԿՊ-ից եթե Չէ, ողջամտությունից, տրամաբանությունից եւ քաղաքական առաջկա գործընթացներից ենք խոսում։ Այդ ոնց որ խառնում ես ով է։ Ասա մի հատ ուշադրեք տեսնես ով է։ Միասնական աշխատանքության նորմերը Պարոն Սանդազելյանը ինչ առարկեփածություն արտարարեց, որ այս գործընթացի նպատակը ամենևին իմպիչմենթը։ Ես Գեղամ Նազարյանին։ Այս գործընթացը ընդհանրապես գործընթացի համար եւ ձեր ընտրողների առաջ, որովհետեւ 2026 թվականի ընտրություններից առաջ հայտարարեք, որ այ մենք փորձեցինք հեռացնել Նիկոլ Փաշինյանին, բայց Ես Գեղամ Նազարյանին չեմ մեկնաբանում, մնացած հարցերը կարող եք ուղղել process-ի քաղաքական պատասխանատվություն ստանձնած մեր գործընկերները պետք է լրացնի անհրաժեշտ տրամաբանությունը դա է, տրամաբանությունը գործընթացին չի արդեն խառնվելու իրենց հետ։ Մենք տեսեք հրապարակային ասում եմ մեկ անգամ եւս կրկնում եմ, որ մեր աջակցությունը լինելու է։ Գիտեք ինչ կա հստակ տրամաբանություն, կարծեմ սա որևէ մեկը նաև չի հերքում, որ այս process-ը կարող է հաջողության հասնել բացառապես այն դեպքում, երբ որ մենք կարողանանք փողոցում գեներացնենք հուժկու ծավալուն համաժողովրդական շարժում։ Մենք process-ի տրամաբանությունը
տեսնում ենք բացառապես այդ ճանապարհով։ Մինչև հիմա այդ հարցը մենք չենք քննարկել։ Դե գիտեք, որոշ հարցեր կա, որ նախաձեռնողին պետք է հարցնենք։ Մենք աջակցելու ենք, իհարկե աջակցելու ենք։ Մի վարքյան էլի, որ 22 թվականին ես եմ հայտարարել առաջին իմպիչմենտի մասին։ Անցնող ժամանակահատվածում մի քանի անգամ փողոց ենք գեներացրել։ Այո, փորձել ենք այս ճանապարհով հասնենք հաջողության։ Չենք ունեցել այդ ստորագրությունները, դրա համար այդ գործընթացը չի սկսվել։ Հիմա կա որոշակի վստահություն, որ հնարավոր է դա ունենալ։ Բնականաբար մենք իբրև շահագրգիռ կողմ ոչ միայն դրան չենք խոչընդոտ լինելու, որովը մեկին էլ թույլ չենք տալու դա այդպես մեկնաբանել, այլ ամեն կերպ աջակցելու ենք։ Կազմակերպելու եք ուժեր կան, որ վախենում են հերթական Մի հատ հերթով հասկանամ, որ ուժեր կան, որ վախենում են հերթական ընտրություններից, որ իրենք չեն հաղթահարելու, այսպես ասած, անհրաժեշտ շեմը, անգամ ընդդիմադիրների դաշտում եւ հիմա պետք է այսպես իմպիչմենտի ճանապարհ։ Եկեք այդ հարցի մեջ չխորանամ, բայց ակնհայտ է, որ ուզենք թե չուզենք, տարին նաև ինչ-որ կերպ նախընտրական տարի է եւ քաղաքական ուժերը, խորհրդարանական, արտախորհրդարանական եւ բոլորը փորձել են ամեն մեկը մի օրակարգով մի կերպ ներկայանալ ժողովրդին եւ դիրքավորվել, որը շատ նորմալ է։ Հենց նոր Ալեն Սիմոնյանը ասաց, որ հատկապես օգոստոսի 8-ից հետո ժողովրդին այս ձայն կտա եւ իրենք 50+1 եւ ավել կստանան, իսկ ընդդիմությունը չի հաղթի։ Օգոստոսի 8-ը Հայաստանի համար որևէ ձեռքբերում չի եղել, օգոստոսի 8-ը իրենց ազգակործան քաղաքականության հերթական փուլն էր եւ այդ զիջումները եւ նոր կապիտուլյացիան իրենք չեն կարող մեր հասարակությանը վաճառել իբրև ձեռքբերում եւ ստանալ մեր ժողովրդի քվեն։ Հետեւաբար Ալեն Սիմոնյանի, ԿՊԱ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի այդ երազանքը մենք ամեն ինչ անելու ենք, որ իրականություն չդառնա եւ հերթական անգամ չկարողանան խաբել մեր ժողովրդին։ Տարակուսանք հայտնեց ինչի ընտրություններից 8 ամիս առաջ։ Իմպիչմենտի Ալեն Սիմոնյանը ասում է 4 տարի ոչինչ չարեցին։ Ինչու են հիմա։ Մեզ որևէ մեկը չի կարող ոչինչ չանելու համար մեղադրել։ Պատերազմից հետո մեր երկրում տեղի ունեցել մի քանի ժողովրդական շարժումներ չեն կարող, որտեղ բավարար ձայները չենք ունեցել։ Ամեն ինչ արել ենք այս իշխանություններին հեռացնելու, այդ շարժումները նաև մեկը մյուսին հաջորդող ավելի ծավալ ունեն եղել, այո, դժբախտաբար մենք չենք կարողացել այդ շարժումները հասցնել մի ծավալի երկրում հասնել երկիշխանության եւ ստիպել Ալեն Սիմոնյաններին եւ մյուսներին, որ Նիկոլ Փաշինյանին հայտնեն անվստահություն։ Պատիվ ունեմից որ ասում եք նախորդ անգամ չի հաջողվել։ Հիմա ինչ վստահություն եք, որ այս անգամ հաջողվելու է փողոցում կարողանալու է գեներացնել այդ զանգվածանը։ Տեսեք, կա process-ը ստանձնած, քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժ մեր գործընկեր պատիվ ունենա։ Ինչ ծրագրով, ինչ քայլերի հերթականությամբ, ինչ ժամկետներում պետք է հարցնենք իրենց։ Մենք էլ մշտապես պատրաստ ենք այդ խնդիրը քննարկելու եւ մեր աջակցությունը ցուցաբերելու։ Հակ քննարկումներում պատիվ ունեմ ասում է ԿՊ-ից իրենք կան падգամավորներ, որ պատրաստ են միանալ, որտեղ Հայկ Մամուջանյանը եթե ասում է, որ կան ԿՊԱ-ականներ, որ պատրաստ են միանալ։ Ինչ են ասում, գոնե հրապարակային։ Այո, ես այդ մասին անդրադարձել եմ փակ քննարկումների ժամանակ չենք ունեցել այդ խոսակցությունը, բայց հրապարակային կերպով բազմաթիվ անգամ ոչ միայն իմ գործընկեր Հայկ Մամուջանյանը, այլ հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ վստահեցրել են, որ կան մարդիկ, պարզապես այս փաստաթղթն խոչընդոտ։ Հետևաբար, եթե սա էր խոչընդոտը, այդ խոչընդոտը վերացված է ու խնդրում եմ թող որևէ մեկը չմեկնաբանի, թե վերջապես մենք միացանք։ Մենք միացել ենք 3 ամիս առաջ, հրապարակել ենք այդ ստորագրությունները, ասել ենք եկեք ֆիքսենք, որ Հայաստան խմբակցությունը միացել է, միասնաբար ուժերով աշխատենք ԿՊԱ-ական պատգամավորների։ Բայց Ռոբերտ Քոչարյանը անլուրջ էր համարում այդ գործընթացը։ Հիմա ինքը վերանայել է այդ տեսակետը, խոսել եք իր հետ եւ արդյոք լրջացել է հիմա process-ը։ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ այս պահին այս գործընթացը հաջողելու պայմաններ չի տեսնում, բայց եթե կա քաղաքական ուժ, որ տեսնում է, մենք միայն իրանց օգտվենք եւ աջակցենք ժողովուրդ։ Տեխնացու արդեն առաջադրված է, ցավը տանեմ։ Տեխնացուն առաջադրված է։
Խնդրեմ բան Սաղաթելյան, խնդրում եմ ասեք, դուք շարունակում եք մնալ այն կարծիքին, եթե դուք գաք իշխանության, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարության բանակցած խաղաղության փաստաթուղթը չեղարկել եւ նոր բանակցային բովանդակություն կբանակցել։ Դժբախտաբար Նիկոլ Փաշինյանը խաղաղության մասին երբեք բանակցություն չի վարել։ Այն փաստաթուղթը, որ ձեզ եւ դուք մեր հանրությանը ներկայացնում եք, խաղաղության հետ կապ չունի, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի ներքին արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հակահայ փաստաթղթերը մեր կողմից անընդունելի են եւ այո, պետք է քննարկել դրանցից ազատվելու հարցը։ Եկեք վերջի հարցը։ Փաշինյանը կրկին նախագահներին հրավիրում է բանավեճի, ԿՊ խմբակցության ղեկավարն էլ ասում է դե վախենում են, գիտեմ, որ պատերով կծեփվեն, դրա համար չեն գալիս այդ բանավեճը։ Դե ասենք, այդ ասելուց հետո այդ մարդու հետ ես 5 տարի առաջ եմ ասել, երբ որ այդ բանավեճի հրավերը կար, որ բանավեճից առաջ ինքը պետք է որևէ պոլիկլինիկայից մի փաստաթուղթ ներկայացնի իր առողջության եւ adekvatության վերաբերյալ։ Առանց այդ փաստաթղթի առկայության չեմ կարծում իր հետ կարելի է գնալ բանավեճ։ Նաեւ պահանջում են, որ բանակցվող փաստաթուղթը հրապարակի 2000 Այո, իհարկե, եւ ճիշտ են անում։ Դա իրատեսական եք համարում, որ ի վերջո Նիկոլ Փաշինյանը կհրապարակի։ Եթե ինքը չհրապարակի, իշխանությունից հեռացնելուց հետո մենք կհրապարակենք, որպեսզի մեր հանրությունը հասկանա ինչա տեղի ունեցել։ Այդտեղ առաջարկներ կան, պարոն Սաղաթելյան։ Որոշները պատրաստ են միանալ գործընթացին այնքան թվով մարդ, որ բավարար լինի օրակարգ բերելու, թե իմպիչմենտ հայտարարելու համար։ Ես չեմ հայտարարել այդ մասին։ Ես հողում եմ արա մեր գործընկերներին, որ կան падգամավորներ, ովքեր կմիանան եւ այդ գործընթացը ձգձգվում է կամ մինչեւ հիմա չեն միանում այն պատճառով, որ այդ ձևաթղթի, հենց այդ ձևաթղթի տակ մեր ստորագրությունները։ Նկատում ձեզ քանակի մասին ասել են, օրինակ կբավարարի օրակարգ բերել։ Մենք ընդհանրապես ճիշտ ենք համարում նման զրույցները փակ հանդիպումներում ունենալ, բայց չենք ունեցել այդ մասին։ Արձագանքել ենք հրապարակային։ Եթե այդ փաստաթուղթը ներկայացվի Փաշինյանները ինչպես է գնահատում Հայաստան դաշինքը։ Մենք մեր շանսերը գնահատում ենք շատ բարձր, բայց երբ որ կգա դրա ժամանակ որոշում կկայացվի ինչ ֆորմատով, ինչ ձևով ենք մասնակցում այդ ընտրություններին, ավելի մանրամասն կխոսենք։ Տեսեք, այս պահին մենք ամենօրյա շփումներ ունենք Հայաստանի բոլոր մարզերում, յուղերում, մայրաքաղաքում, մեր ժողովրդի հանրության տարբեր շերտերի հետ եւ մի քանի ուղղություններով աշխատանք իրականացնում ենք եւ արձագանքները բավականին դրական են։ Պարոն Սաղաթելյան, եթե առաջարկը ներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված փաստաթուղթը, եթե ներկայացվի, կա այնպիսի առաջարկներ այնտեղ, որ եթե Փաշինյանը դա կատարեր, պատերազմ չէր լինի։ Այսինքն դա այդքան վճռված է։ Տեսեք, նախ ինքը հերքել է, որ 19 թվականին իր սեղանի վրա դրված է բանակցային փաստաթուղթ, գիտեք, ինքը երկար ժամանակ հերքել է, որ որևէ բանի շուրջ չեն բանակցում։ Եվ բնականաբար այդ առաջարկի մեջ կար շատ ավելի լավ պայմաններ, քան այն ինչ որ տեղի ունեցավ։ Բայց ինքը հետևողականորեն այդ ամեն ինչը տապալել է եւ պատճառներից մեկը դա է, որ չի հրապարակում այդ փաստաթուղթը։ Գուցե դուք պատկերացնեք պարոն Սաղաթելյանի ինչ լավ պայման։ Մենք այդ փաստաթղթի մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, բայց մենք պահանջում ենք, նաեւ նախագահներն են պահանջել, առաջին նախագահը, որ տեսնեն այդ փաստաթղթի բնօրինակը։ Եթե ինքը չանի, հրապարակային շատ են խոսել։ Ես չեմ տեսել այդ փաստաթղթի, բայց այդ փաստաթղթի մասին բազմաթիվ տեղեկություններ եղել են եւ եթե այդպես չի, թող հրապարակի հանրությունը կտեսնի, ճիշտ են ասում, թե Լավ, պարոն Սաղաթելյան, եթե դուք գաք իշխանության եւ բանակցեք խաղաղության գործընթացի շուրջ, ասում եք Նիկոլ Փաշինյանը երբեք չի բանակցել խաղաղության շուրջ։ Կնշեք 3 կետ, որոնք ներառվելու են ձեր կողմից բանակցած փաստաթուղթ։ Գիտեք, դուք այդ հարցադրումով տպավորություն է, որ բանակցային գործընթացի մասին եւ առհասարակ պատկերացումը բոլորովին այլ է կամ ոչ լիարժեք։ Իսկ ինչ է նշանակում 3 կետ նշեք։ Ես կարող եմ նշել։ Ես այնպիսի դրույթներ, այնպիսի օրինակ ես միշտ ասում եմ, երբ որ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը, ես ասում եմ, ինչ ինքը արել է, դրա հակառակը այլընտրանքն է։ Մենք առաջիկայում նաև շատ ավելի մանրամասն մատչել ենք, խոսենք երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության, բանակի մեր
տեսլականի մասին նոր պայմաններ։ Եվ հիմա Մոսկվայում ըստ ուրերի նաև տարածաշրջանային հարցեր են քննարկում։ Ինչ է նշանակում, այսինքն Ռուսաստանը այսպես այլևս հարավային Կովկասում Թրամփի ուղիով է առաջնորդվելու, թե Նիկոլ Փաշինյանը վաղուց աշխարհաքաղաքական ճողվածք է ստացել։ Գնում է Վաշինգտոն, մի բան է հայտարարում, գալիս է Մոսկվա, մեկ այլ բան, Բրյուսելում լրիվ ուրիշ բան, Թերանում ամբողջովին նոր բան, եւ նաեւ Հայաստանի նկատմամբ անվստահությունը եւ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ազդեցությունների բախումը մեր տարածաշրջանում եւ կոնկրետ Հայաստանում պայմանավորված է նրա այդ շուստրի գերշկական արտաքին քաղաքականությունով։ Հետևաբար, եթե 5 օր հետո լրիվ մի ուրիշ բան հայտարարի, ես որևէ կերպ չեմ զարմանա, հաշվի առնելով, որ նախաճաշին մեկ բան ասում, ճաշին մեկ բան, երեկոյան լրիվ մի ուրիշ։ Բայց Վաշինգտոնը Մոսկվա հարաբերությունների այս տոնին եւ այլևս Բայդենի վարչակազմը հնարավոր չի, որ հարավային Կովկասում իրենք որևէ համաձայնության կան։ Սա այս տարբերակը բացառում է։ Տեսեք, հարց եք տալի, որի մասին կարելի է շատ երկար խոսել, եւ արտատարածաշրջանային ուժեր տարածաշրջան հրավիրելով Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն եւ կայունություն ապահովել, եւ այդ ուժերից շատերն պատրաստ չեն մեր տարածաշրջանում ներկայություն լինել։ Նրանցից շատերը իրենց ներկայությունը պատկերացնում են Նիկոլ Փաշինյանի սիրելի Թուրքիայի միջոցով։ Իսկ դա Հայաստանին բերելու է նոր անվտանգային խնդիրներ։ Եկեք քաղաքական ուժեր ձեր ելույթից հետո տարակուսանք էին հայտնում, որ ինչու դուք հայտնեցիք այդ մասին եւ ոչ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը, արդյոք դուք ներկայացնում եք ամբողջ խմբակցության տեսակետը եւ այդ ստորագրությունների մեջ Արեգնազ Մանուկյանի ստորագրությունը կա թե փոխել եք, որտեղ ըստ էության մի ստորագրություն պակասում է։ Ով է նման բան ասա։ Ձեր ելույթից հետո Ով, ասեք, ով ասե, որ նման բան։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի պետք է խմբակցության քարտուղարը։ Նախ, տեսեք, այդքան մանրանալ, այդքան երկրորդական հարցերի շուրջ, փորձելի շուրջ բան փնտրել հնարավոր չի։ Բնականաբար ես խոսել եմ ամբողջ խմբակցության անունից, հայտարարել եմ այդ մասին, նաև դաշինքի անունից։ Այն հայտարարությունը, որ ես արել եմ, բնականաբար մեր բոլորի եւ ամբողջական հայտարարությունն է եւ մոռացեք, այս դաշինքի խմբակցության մեջ տարբեր թևեր, խլվրտոցներ, գզվրտոցներ չի լինելու, այն նյութերն էլ հրանջան, որ մի երկու անգամ գրվել է ձեր մամուլում, իրականությանը չեն համապատասխանում։ Նման բան չի կարող լինել։ Ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանի ստորագրությանը, այո, Արեգնազ Մանուկյանը այս բան պատգամով որ դեռ իր մանդատը դատարեցնելու որոշում չկա, եւ այդ ստորագրությունը, որ ես փոխանցվել եմ, 3 ամիս առաջ արված ստորագրություններն էին։ Բայց նաեւ վստահեցնում եմ, որ Արեգնազ Մանուկյանին փոխարինող պատգամավորը, որ այս Պետրոս Մեղրյանն է, ստորագրելու է այդ փաստաթղթի տակ եւ ստեղել որևէ շահարկման կամ այլ թեմա լինել չի կարող։ Շնորհակալ եմ։